Կրկին ու կրկին բարև բոլորնց, ովքեր նախընտրում են ծովափնյա չքնաղ ու հիասքանչ հանգիստը։ Մենք կրկին գտնվում ենք Շարմ էլ Շեյխում եւ այս անգամ կծանոթանանք, կբացահայտենք Նամաբե Promenade Beach Resort հյուրանոցը։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը 12 կիլոմետր, իսկ տևողությունը 11 րոպե։ Հյուրանոցը գտնվում է առաջին գծում քամիներից պաշտպանված Նամաբե ծոցում, որտեղ կարելի է հանգստանալ տարվա բոլոր ամիսներին։ Միասին անցնենք ներս եւ ծանոթանանք հյուրանոցի հետ արդեն ներսից։ Գնացինք։ Մտնելով ներս հայտնվում են գեղեցիկ ու լուսավոր ընդունարանում, որտեղ գտնվում է գրանցման հատվածը, սպասասրահը, խանութները եւ լոբի բարը, որը վճարովի է։ Ընդունարանից ներքև գտնվում է հիմնական ռեստորանը, որի հետ կծանոթանանք քիչ ուշ։ Հյուրանոցն ունի նաեւ մարզասրահ եւ սպա սրահ։ Մարզասրահը անվճար է, իսկ սպա ծառայությունները վճարովի են։ Հյուրանոցում կա երկու լողավազան, որոնցից մեկը մանկական է։ Լողավազանները կահավորված են հարմարավետ տապչաններով եւ հովանոցներով։ Անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ այստեղի համարները արդեն եւ առաջին համարը, որ ուզում եմ ձեզ ցույց տամ, կոչվում է Deluxe համարն է այստեղի, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ անցնենք ձախ, ցույց տամ ձեզ լոգարանը։ Իր հարմարություններով, ֆենը, զուգարանը, կոսմետիկ միջոցները, սրբիչները բնականաբար, լոգանքի համար նախատեսված հատվածը, լոգարանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, սեյֆը, հարթուկի սեղանը իր հարթուկով, մեծ հայլին, անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ քնելու համար նախատեսված հատվածը երկու առանձին մեծ մահճակալներով, TV հատվածը, մինի բարը Եվ անցնենք առաջ դուրս գանք տերասա, որտեղից բացվում է տեսարան դեպի լողավազանը։ Ցույց տամ ձեզ այստեղի հաջորդ Deluxe համարը, անցնենք ներս տեսնենք, թե ինչպիսի կառուցվածք ունի եւ ինչպիսի տեսարան է բացում տվյալ համարի պատշգամբից։ Մենք ներսում ենք եւ մուտքից դեպի ձախ զգեստապահարանն է, սեյֆը, հարթուկի սեղանը, հարթուկը, զգեստապահարանի դիմաց լոգարանն է, Լոգարանից դեպի դուրս եւ դեպի աջ արդեն ննջարանն է, king size մահճակալով, TV-ին, թեյի սուրճի հատվածը բնականաբար, սառնարանը, զովացի ճմպելիքներով, բազմոցը եւ տվյալ համարի պատշգամբից բացվում է, ահա, այսպեսի տեսարան դեպի լողավազանը, դեպի ծովը։
Անցնենք առաջ ցույց տամ ձեզ հաջորդ համարը, որը կոչվում է Executive Deluxe Suite։ Անցնենք ներս, տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ համարը։ Եվ այսպես մենք մտանք ներս եւ մուտքից դեպի ձախ մեր մոտ լոգարանն է։ Խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներով տվյալ կատեգորիայի համարում կա շափրվելու գել, ածելի, ատամի մածուկ, խոզանակ, գլխի բախիլ։ Լոգարանից անցնելով առաջ մուտք են գործում ննջարան, king size մահճակալով, բազկաթոռը, TV հատվածը եւ տվյալ համարից կարող եք դուրս գալ դեպի տերասա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։ Ննջարանում է գտնվում մինի բարը, ննջարանում է գտնվում նաեւ զգեստապահարանը այստեղի, որտեղ կան խալատներ, հողաթափեր, սեյֆը, հարթուկ իր սեղանով, ավելյալ բարձը, ծածկոցը եւ ննջարանից արդեն դեպի ձախ հյուրասենյակն է, գեղեցիկ կահավորմամբ, բազմոց, բազկաթոռ, TV հատվածը, սեղանը իր աթոռներով, թեյ սուրճ, պատանցու եմ։ Եվ հյուրասենյակից նույնպես կա ելք դեպի տերասա, որտեղից արդեն տեսակ բացվում է տեսարան դեպի լողափը, դեպի Կարմիր ծովը։ Այժմ ձեզ ցույց տամ այստեղի սուպերիոր համարը եւ ասեմ, որ տվյալ հատվածի համարները ամբողջովին ռինովացված են եւ վերանորոգված, թարմացված ավելի, անցնենք ներս եւ միասին տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք համարի ներսում ենք եւ մուտքից դեպի աջ լոգարանն է։ Թարմ, մաքուր, զգացվում է թարմության շունչը։ Լոգախցիկը, տրոպիկական ցնցողով, սովորական ցնցողով, լոգանքի համար նախատեսված պարագաները, արմենի գել, շամպունь, ֆենը, գեղեցիկ հայելին, խոշորացնող հայելին, այս ներքևի հատվածում գտնվում են սրբիչները, լոգարանի դիմաց բնականաբար շատ ու շատ դեպքերում այստեղ նույնպես գտնվում է զգեստապահարանը, մեծ, տարողունակ, սեյֆը, դարակները, անմիջապես նրա կողքին գտնվում է մինի բարը, որտեղ կա թեյ, սուրճ, ջրեր, սառնարանը, զովացի ջմբելիքներով, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջարանը, հյուրասենյակը, գեղեցիկ բազմոցով, king size մահճակալով, որ դիմաց գտնվում է հեռուստացույցը, անցնենք առաջ, դուրս գանք դեպի տերասա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լող ավազանը։
Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից դեպի աջ լոգարանն է։ Խրանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցներով լողանալու հատվածը ֆենը լոգարանի դիմաց գեստա պահարանն է, որտեղ գտնվում է սեյֆը, դարակները, հարթուկը, հարթուկի համար նախատեսված սեղանը, առաջ ննջելու հատվածն է, որտեղ կա երկու առանձին մեծ մահճակալ, որոնց դիմաց գտնվում է TV-ն, այլին, թեյի և սուրճի հատվածը, սառնարանը և դուրս գանք պատշգամբ։ Դեսք պատշգամբից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը, այգին։ Այժմ տեղափոխվենք լողափ եւ ծանոթանանք նրա կառուցվածքի հետ։ Լողափի երկարությունը 300 մետր է։ Այն ամբողջությամբ պատված է դեղին փափուկ ավազով, ունի ավազե մուտք դեպի ծով, ինչպես նաեւ հարմարավետ տապչաններ եւ հովանոցներ։ Լողափում կա բար, որը անվճար է։ Այստեղ մատուցվում են տեղական ալկոհոլ եւ զոբացուցիչ ըմպելիքներ։ Նաեւ այս հատվածում գործում է սնեք բար ցերեկվա ժամերին ընդմիջում անելու համար։ Իսկ երեկոյան ժամերին այստեղ անցկացվում են շոու ծրագրեր։ Այժմ գնանք հիմնական ռեստորան եւ տեսնենք, թե ինչ ուտեստներ են մատուցում նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին։ Եվ բացի հիմնական ռեստորանից հյուրանոցում կա երկու ալակարտ ռեստորան, իտալական եւ ճապոնական խոհանոցներով, որոնք վճարովի են։